Բարլուս Հայաստան, բարլուս իմ հայացք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, այսօրվան ենք մենք սպասում, թե նիստը ինչ է լինելու, ոնց է լինելու, եւ ինչ եմ ուզում ասեմ։ Այն ինչ որ ես ասում էի, որ այս կապիկ շոուն սկսվելու է, ես չէի սխալվում։ Ուրեմն ինչա կատարվում։ Երկու մասից այսօր վիդեոն կլինի, մի հատ հիմա կնայենք այսօր ժամը հիմա 16:00-ն է, ճիշտն ասած ներվերից հաշվին եմ նայել իրենց ամեն մի ելույթը, բայց ամեն դեպքում մենք մինչև վերջ այսօր կտանենք մեր աշխատանքը։ Ուրեմն տեսեք, основной քննարկումներ եղավ նրանից, որ Ռուբեն Ռուբենյանը պետքա նշանակվի ազգային ժողովի նախագահ։ Սկսեմ նրանից, որ երբ որ բացումը եղավ ազգային ժողովի, ներկայացնում էին պատգամավորներին, բուռ ծափարություններով միթոմ ձեռ են առնում, էլի, դիմավորեցին անուն ազգանուն Էդգար Ղազարյանի։ Ինչ էր ուզում ասեին դրանով ԿՊԱ-կանները, դե բնականը հասկացա, միթոմ ջաներդ եղեք, եկել եք, իդեպ ասեմ, որ հետո մի պատգամավորուհի ասեց դրա մասին, որ մենք ձեզ տեսել ենք, ինչերը ոնց ասեց, Լիլիթ Մինասյանն էր կարծեմ, ասեց մենք ձեզ հեռուստացույցից էկրանից այն կողմ եմ տեսել, հիմա դուք ստեղ եք, որոդի հեսա պատասխան եք տալու, կոշտ դուք բան եք պատասխան կստանաք եւ այլն եւ այլն, ոչ մի խոսքով կապիկություններ։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասեմ, սիրելի հայրենակիցներ, առաջինը վերցնենք, որ այսօրվա պարլամենտը լեգիտիմ չէ, թե դիմությունը, թե ընդդիմությունը։ Ընդդիմությունը հասկանալի է, վստահեցին ազգը իրենց 380,000-ից դե հələ չհաշված եմ, մոտ 400,000 ձայն են հավաքել, բայց այն պայմանով, որ պետքա լինի իշխանափոխություն։ Իշխանափոխություն չեղավ, ժողովրդին խաբեցին, վերցրին մանդատները։ Երկրորդը, Նարեկ Կարապետյանը հարցը հնչեցրեց, ինչ որ ճիշտ, ասեց ուր է Վերապար Հայրապետը։ Որտեղ որ իրան ընդհատեցին, հետո տարիքով ամենամեծ մեր պատգամավորներից, որը որ ազգային ժողովի նախագահի այսօր տեղում էր նստած եւ վարում էր այս նիստը, Անդրանիկ նիստը, նա ասեց հետեւյալը, հեսա գգա ազգային ժողովի նախագահան, իրան այդ հարցերը կտակ, ցերողական վիճակ։ Ինչներ հետաքրքիր նորից, հիմա ասեմ, ուրեմն մի քանի պատգամավոր նստել էին սուրճ էին խմում, տուն է, եւ Հայաստան դաշինքից էր, եկավ լրագրող, ասեց, ինչպես միշտ սրճում եք։ Ասեց, չէ, հեսա գնում ենք բան, այդտեղ նաեւ ընկավ Աննա Գրիգորյանն ու դարի տակ, ասեց, դե չէ, մի րոպեով ենք դուսել է, ամեն ինչը կա համացանցերում, սիրելի բարեկամներ, իրանք չեն կարող ասել լկտի սուտ է։ Ուրեմն դրանից հետո վերապարի թեման թոզ ու փուշ արեցին, ընդդիմություն բա պիտի բոյկոտեիք հելեիք, բախի չելակ։ Հա, իդեպ նախագահողը ասեց, որ ոչ մեկը ձեռերն ու ոտերը չէր բռնե Վերապար Հայրապետի, որ ուզենար կարար գար։ Նաև ստեղ հարց մեր հայ Վերապար Հայրապետին, դուք չեք եկե, թե իրենք ստում են։ Էդ էլ պետք է մի հատ մանրակրկիտ ուսումնասիրվի, թե ինչ խաղեր են սրանք անում։ Հաջորդը ջախջախեց, ասեմ ձեզ, Ռուբեն Ռուբենյանը ընդդիմությանը։ Ընդդիմությունը շատ ուժեղ Հայաստան դաշինքից հնչում էին թուրք ծանոթ ունեք, թուրք ընկեր ունեք, Թուրքիայում որ եղել եք սենց եք եղել, դե ասենք այն ինչ որ իրանք ասում էին, նույն բան ասում էին, որը որ իմ կարծիքով ավելնորդ էր, քանի որ դրա շատ հստակ պատասխանը տվեց Ռուբեն Ռուբենյանը։ Տեսեք, ինչ է նշանակում արդար կոմունիստ, որը որ եղել է, նայել ես ձեզ ներկայացնում եմ։ Ռուբեն Ռուբենյանը ասեց հետևյալը. եղբայր, ինչ եք ուզում դրանով ասեք։ Ես գործակալ եմ Թուրքիայի, թե ոչ, ապա ոչ։ Ինչ եք հիմա անդից ինչ կոստյումներ են հագնում, ինչ պրիչոսկա ունեն, ինչ ականտովկա ունեն։ Սա կապիկության այն վերին աստիճանն է։ Հիմա սիրելի բարեկամներ, ուրեմն այդ Լիլիթ Մինասյանը որ կա,
Միթոմ ինքը իր արևին այդ մադամը կոշտ պատասխանա տալի անդիմությանը, ասում է հետևյալը. մեզ 5 տարվա ընթացքում ասել են թուրք, դավաճան, Ադրբեջանի գործակալ եւ այլն եւ այլն։ Հիմա ուզում եմ այդ մադամին ասեմ, դուք այնպիսի հանգիստ եք խոսում Տիկին Մինասյան, որ դրանից արգազմ եք ապրում, հա, որ ձեզ թուրք են ասում, թուրքի դավաճան են ասում։ Ես ասեմ գիտեմ, որ քպականները սեքսուալ ոլորտում տարբեր ֆանտազիաներ ունեն, բայց որ ասենք թուրք ասելուց արգազմ են ապրում, դա իմ համար նորություն էր։ Դրանց մյուս մեկը կար, որին ուզում եմ արձագանքեմ։ Անունն էր իրեն անունն է, որ ասում է դայ բող պամյատի, Ռեպսիմե Գրիգորյան։ Ինչ էր ասում Ռեպսիմե Գրիգորյանը։ Ռեպսիմե Գրիգորյանը տեղերը խառնել էր, սիրելի բարեկամներ, ժպտում եմ, բայց ճիշտն ասած հեչ ծիծաղելի չի։ Ուրեմն ասում է դուք մեղադրում անդիմությանը, ընտրված միթոմ անդիմության, ասում է դուք կաշառքներ էիք բաժանում, նույն բանը, դուք վատ խոսքեր էիք ասում, անկուլտուրական էիք ձեզ պահում։ Այս տիկինը, Տիկին Գրիգորյան, աղջիկ ես, տիկին ես, ինչ ես, դու երևի մոռացել ես, դες դուքով չեմ ասում, դու երևի մոռացել ես կզսնել, պպզսնել, լզել, չլզել ձեր վարչապետի բառերը։ Թե ձեր վարչապետը չի ասում։ Երկրորդը, տիկին ես, էլի սև գրողու ցավ ես, ինչ ես։ Ասում է մեր արցախցիները, ձեր լեզուն հələ ֆռում է։ Դուք Արցախի եւ Արցախցու անուն եք տալի, հա աղջիկ ջան։ Ասում է դուք վիրավորում էիք արցախցիներին։ Այն որ ասում է վրեքները բռնես չես հաստատի, սրանցն է։ Աղջիկ ջան, այդ ով էր թռած, մռած ասում։ Ձեր վարչապետը չէր ասում։ Այդ ով էր կնոջը ձեռից քաշում, որ այսօր Նիկոլ Փաշինյանի կնիկը խոսում է բանից, ընտանեկան բռնություններից կնոջ հանդեպ։ Այդ ձեր վարչապետը չէր։ Այդ ով էր խոսում, ասում է դուք ասում է վիրավորում էիք մեր ոնց ասեց, դուք վիրավորում էիք մեր զոհված տղաներին, դուք վիրավորում էիք այն տղաներին, ովքեր վիրավորված են, ես շատ հաշվանդամ եմ։ Էս ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Էս ձեր Նիկոլի, ձեր արած այդ կեղտը կերածը գցում եք սրանց ջեբը, ու գիտեք ինչի եմ ես հիմա բարձրաձայնում ես ամենը, սիրելի բարեկամներ, որ սրանցից մեկը չել եմ այդ բուտիլկան վեգալեր տարծրա գլխին։ Կամ հենց այդ րոպեին հելեին ու գորային ասեին դե հիմա տվեք այդ բանը, միկրոֆոնը մենք հիմա ասենք։ Եվ ցույց տային էկրանների վրա ինչ արի իրանց վարչապետը Քարոզ Արշավի ժամանակ։ Թե ընտրակաշառքների մոմենտը, թե ավելավճարները, թե ամեն ինչը։ Ես զարմանում եմ, այս անդիմությունը ընտրված միթոմ խիձեն չեք անում։ Կուլտուրական կապիկություն եք խաղում անդիմություն։ Ուրեմն տեսեք, սրանք այն աշճանի լկտի են, որ այսօր այդ բեմա հարտակից ինչ զարթ ու զիբիլ իշկան կեղտ կա, նաև այդ թվում իրանց հպարտությունը թուրքերով եւ ադրբեջանցիներով, իդեպ նա ասում է դուք ինչ եք ուզում, մենք հավերժ մնանք թուրքերի հետ թշնամի, աղջիկ ջան, ուրեմն թուրքերի հետ չէ, յուրաքանչյուր ազգի հետ մենք թշնամի ենք, որը ուզում է ոտնահարի հայկականը, որը ուզում է ջնջել հայկականը, որը ուզում է ջնջել հային։ Եղավ, այդ թուրքի գործակալ, նա դատի տուր ինձի թափով։ Հա, իդեպ այդ բանը ասում էր, թող դատախազություններ եւ ապա մարմիններ անեն։ Ես ասում եմ, դուք բոլորը դավաճաններ եք, դուք գործակալներ եք։ Եվ այս անդիմությունը, որը որ այսօր եկել է, որ դուք կապիկ շոու եք խաղում, ես ասեմ, թե անդիմությանը, թե դիմությանը ձեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Հուսամ դուք դեմ չեք այն կարծիքին, ինչը ասել է ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա աղաչել է, որ մենք անենք հեղափոխություն։
Մենք սերով չեմ ասում անձամբ ինձ է դիմե, նա կոչ է արել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, հելլեն փողոց եւ անեն հեղափոխություն։ Մենք այդ կոչը ընդունել ենք, մադամներ։ Հələ սրանց խելքին նայեք, կամ ասենք թե ընդդիմություն։ Դուք հələ գնացել եք այսօր քննարկում եք Ռուբեն Ռուբենյանին։ Այդ քանդիր պետությունը իրանք մեծամասնություն են։ Ուզես, չուզես, նրանք իրան ընտրելու են։ Այդ կապիկությունը ժողովրդի աչքի առջև ինչ եք անում։ Հարցեր եք տալի, ախպերը տսիա թալանե, ախպերը տնտեղա թալանե, այն Արարատ Միրզոյանը ապարիկ էս ուներ, հիմա եսին բաճկոնա հակնում, էս անում Ալեն Սիմոնյանը, որ քպեն, մեծ խոպան արեց սուտի հեղափոխությունով, թալեց երկիրը եւ մոռացրեց նախկիններին, դա մնում է փաստ, սիրելի ժողովուրդ, եւ դրա կարիքը չկա իրանց ասելը, դուք ինչքան ասում եք, իրանք այդքան ձեր վրա խնդում են, ասում են այս հիմարներն ինչ են ասում, բա դուք որը լեկիշ կանեիք, չէ, տենց եք, չէ մտածում, ինչի սրանց հակու կապից, վարչապետիտ են բուդելնիկները, որ օրական մի հատ կապում է, իրա տիկնոջը, իրա աղջիկա ձիերից, չի երևում ես մարդիկ ինչ խոպան են արել։ Ես այն որ ասում են նիվ կոյեմ սուչ ընտանիք չեմ մտնում, ես ընդամենը փաստերը ունեցվածքն եմ արձանագրում։ Այս մարդիկ արել թալան, Ռոբերտ Քոչարյանը, իդեպ երկրորդ նախագահան, ինչ է ասել է, որ այսօր ամենահարուստ հայը դա Նիկոլ Փաշինյանն է, այն որ ասում է, а что так можно было, ասում է, даже обидно, որ նրան ինձանից շատ փող է կարած է թալլի։ Հիմա ես ինչ կապիկություն եք անում։ Նախ հիմա հարց ժողովուրդ ջան, ինձ ենթադրենք մենք իրանց տեղն ենք, ոչ բարով, Աստված չանի։ Ինչ է անում ես, ուր է վերապարը։ Վերապար հայրապետը ուրա, չկա, всё գնացինք, չէ որ Նարեկ Կարապետյան, ձեր դրոշը բարձացրեց Սամվել Կարապետյանը եկեղեցու կողքը կանգնելով, եկեղեցին այսօր առ է համարվել, հա, չեն բերե ուրիշ տերտեր, բայց կաթողիկոսն է չկա, ինչի չելակ զդալիճից, սիրելի բարեկամներ, այս պահին այս կանը ժամը 16-ից քանի րոպե է, մի հատ էլ եթեր կաշխատեմ անել երեկոյան, մինչև ավարտվի, չնայած գիտեմ ինչով ավարտվելու, ընտրվելու է Ռուբեն Ռուբենյանը, սրանք դեմ են քվեարկելու, в общем, կապիկ շոու բրասվետեսի։ Եվ ինձ այսօր ամենաշատը հետաքրքրում է հետևյալը։ Ես ասում եմ մեկ անգամ եւս, ոչ լեգիտիմ է իշխանությունը, ոչ լեգիտիմ է դիմությունը, ոչ լեգիտիմ է անդիմությունը։ Սրանք բոլորը մի խնոցու թան են։ Սիրելի բարեկամներ, գրեք մեկնաբանություններում, դե բնական է, ես կներկայացնեմ մեր ծրագիրը, ինչ ենք անելու, ոնց ենք անելու, բայց դուք գրեք մեկնաբանություններում, ինչ ենք անելու, քանի որ ձեր խոսքը վճռականն է։ Դուք ոնց որոշեք, մենք այդպես կվարվենք։ Մենք կգանք առաջի շարքերում կկանգնենք, այս սրանցպես չենք ասի ժողովուրդ դուք գնացեք մենք կգանք, չէ, առաջի շարքերում կլինի հարված պատրաստենք հարվածը վերցնելու մեզ վրա, ամբողջ պատասխանատվությունը պատրաստենք վերցնելու մեզ վրա։ Այս պահին այսքանը, սիրելի հայրենակիցներ, լավ եղեք, պինդ եղեք, հանդիպենք կամ երեկոյան կամ վաղը առավոտյան եւ միասին կորոշենք ուր ենք գնում, ինչ ենք անում։ Դրա համար ասում ենք կեցցե Հայաստանս, կեցցե հայազգս, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե ջավախկա հայությունս, կեցցե Արցախը հայությունս, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան։ Անդիմություն եւ դիմություն, հայկական Արցախը չմոռանաք եւ մեր գերիների մասին չմոռանաք։ Առայժմս, սիրելի բարեկամներ, Աստված բոլորիս պահապան։